տատիկ պապիկը, դեդոն բաբոն կամ մամիկ պապիկը։ Արցախում ապրելու տարիներին հաճախ էինք մենք մեր սարերն արձանի շուրջը հավաքվում։ Լանջին հազիվ նշմարվող կանաչ խոտերին ծածկոց էինք փռում ու նստում ժամերով, խոսում, պարբերաբար նայում արձանին ու ուրախանում իր, մերը լինելով։ Պատերազմից ու Արցախի բռնագաղթից հետո խոր հոգոցն ու լուսանկարներն են մնացել հակարիից այս կողմ։ Այն կողմում տատիկ պապիկն են, դեդոն բաբոն կամ մամիկն ու պապիկը, որ պղծելու գործին է անցել Բաքուն։ Ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն է տեսանյութը հրապարակել։ Լրագրողի հրապարակման մեկնաբանությունում մեկ ուրիշ օգտատեր տեսանյութ է հրապարակել, որում հուշարձանի տարբեր մասերում ևս երևում են ադրբեջաներենով արված փորագրումներն ու գրառումները։ Գեղարդ հիմնադրամն է հայտնել. Հերթն այս հուշարձանին է հասել, որի հետ Ադրբեջանը դեռ չգիտի ինչպես վարվել, կարծում է պատմաբան Արմեն Սարգսյանը։ Վերջին քննարկումը Ադրբեջանի այն է եղել, որ փորձեն պահել մենք ենք մեր սարերը այդ հուշարձանը, հաշվի առնելով, որ իբր այդ հուշարձանը հենվելով նրա վրա, որ այդ հուշարձանը 69 թվականին է սարքվել, եւ դա սարքվել այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ կար։ Այսինքն Բաքուն ուզում է ցույց տալ, թե իբր իր պետության սիմվոլն է եւ չի քանդում այն։ Մինչդեռ 1967 թվականին Սարգիս Բաղդասարյանի նախագծով կառուցված հուշարձանն Արցախի հայկականության ու հազարամյակներ այնտեղ ապրելու խորհրդանիշն է։